Հունվարի 29-ին Նինոց Մինդայի ավականիում կայացավ հերթական նիստը, ընթացքում քննարկվեց մեկ հարց. Նինոց Մինդայի մունիցիպալիտետի 2026 թվականի բյուջեի հաստատման մասին։ Նինոց Մինդայի մունիցիպալիտետի ավականու 2025 թվականի դեկտեմբերի 24-ի համար 20 որոշման մեջ փոփոխություններ մտցնելու վերաբերյալ, որը զեկուցեց Նորիկ Սահակյանը։ Ներկայացված հարցի շուրջ եղան քննարկումներ, եւ արդյունքում այն ընդունվեց միաձայն։ Մանրամասները ներկայացրեց ավականու նախագահը։ Այսօր նիստի օրակարգում ունեինք մեկ հարց, որը վերաբերում էր Նինոց Մինդայի մունիցիպալիտետի 2026 թվականի բյուջեի մեջ մասնավոր փոփոխություն մտցնելը, որը առաջարկվել էր քաղաքապետարանի կողմից անցած տարվա հիմնականում անցած տարվա այն նախագծերին, որոնք որ մենք ունեինք հայտարարած մրցույթ 2025-26 թվականին, որոնք պետք է ավարտվեն, ներկայացվեցին բոլոր նախագծերը ռեգիոնալ ֆոնդի կողմից ֆինանսավորող նախագծերն էր, ասեմ որ մեր բյուջեն ամեն տարի աճում է ի օգուտ մեր բնակչությանը եւ բոլոր մեր բյուջեի հիմնական 70%-ից ավելը ներգրավված է մեր մունիցիպալիտետի ինֆրաստրուկտուրայի զարգացման ուղղությամբ եւ դուք բոլորս տեսաք, ասեմ որ սկսվելու է մեր այցերը գյուղական ծրագրի շրջանակներում բոլոր գյուղերում, խնդրած կլինեմ մեր մունիցիպալիտետի բոլոր բնակչությանը ակտիվ լինեն, առաջարկությունները ներկայացնեն, համատեղ քննարկենք, որ տեսնենք, որ գյուղին ինչ կան գումար նախատեսված տեղական բյուջեից եւ ինչ հնարավորություն ունենք, որ այդ գումարի վրա ավելացնելու դեպքում մեր նախագծերը ավարտին հասցնենք։ Խնդրած կլինեմ եւս մեկ անգամ մաքսիմալ ակտիվություն, որպեսզի համատեղ մենք էլ գիտենանք այդ քայլը կատարելով իրոք բնակչության մեծամասնության ցանկությունն է, այլ թե մի երկու հոգու առաջարկությունը։ Ցանկալի կլինի մեծամասնության ակտիվությունը եւ մեր կատարած աշխատանքները մեծամասնության համար օգտակար լինեն եւ օգտավետ։ 24-րդ հոդվածի առաջին մասին ԱԴ հետագիների եւ նորմատիվ ակտիվների մասին Վրաստանի օրենքի 20-րդ հոդվածի համաձայն ներկայացնում ենք 2026 թվականի մունիցիպալիտետի բյուջեի եկամտային ծախսային մասերում կատարված փոփոխությունները։ Նինոց Մինդայի մունիցիպալիտետի բյուջեի եկամտային մասը ավելացնել 216,021 լարի, համաձայն Վրաստանի կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 29-ին 2260 որոշման հիման վրա։ Հանրապետական դեպքում